Այսօր մենք շատ կարևոր թեմայի մասին կխոսենք, բայց ըստ էության այս թեմայի մասին դժվար է խոսել։ Ինչու, որովհետև ճնշող մեծամասնությանը այս թեման ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ այն քչերի համար, ում համար այս թեման իրոք շատ ակտուալ է եւ կարեւոր, իրենց համար էլ դա ինչ որ ձևով շատ անձնական է։ Այնուամենայնիվ մենք փորձենք խոսել այս թեմայի մասին, որովհետեւ այն այնուամենայնիվ մնում է կարեւորագույնը։ Եվ այդպես մի բան, որ շատ կարեւոր է, չնայած որ մեր այս թեման հստակ վերաբերում է նաև մեր հասարակական քաղաքական իրադարձություններին, այնուամենայնիվ այն իսպառ քաղաքական չէ։ Սա բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են մեր քաղաքական ելույթները, չէ։ Այսօր մենք փորձելու ենք լրիվ այլ տեսանկյունից դիտարկել ամբողջը եւ շատ ավելի ուսմունքի էությունից է բխում մեր դասը, քան կարելի է պատկերացնել անգամ։ Եվ այդպես առաջինը, որ շատ կարևոր է, բոլորը երևի թե արդեն վաղուց տեղյակ են, թե ինչ վերաբերմունք մենք ունենք ժողովրդավարության մասին ընդհանրապես որպես կառավարման համակարգի, եւ հիրավի արդեն շատ ու շատերը ամբողջ աշխարհում սկսում են կասկածել, որ ժողովրդավարությունը ընդհանրապես ճիշտ կառավարման համակարգ է, ինչու, որովհետեւ նայելով ժամանակակից աշխարհին, դժվար չէ համոզվել, որ ինչպես կարելի է թույլ տալ, որ մարդկանց մեծամասնությունը որոշի երկրի ճանապարհը։ Մեզանում սա շատ ավելի ակնհայտ եղավ, որովհետև ինչպես կարող է մեծամասնությունը, որը ճնշող մեծամասնությամբ խրված է ունայն եւ առօրյա կյանքի տարաբնույթ հարցերի մեջ ու միաժամանակ խապված է PR-ի տարաբնույթ մեթոդներով, ինչպես կարող է այդ մեծամասնությունը որոշել, թե ինչ ճակատագիր պիտի ունենա ազգը, ոչ միայն երկիրը, ազգը։ Եվ միաժամանակ մենք տեսնում ենք, որ չնայած որ թվացյալ խոսում են ժողովրդավարության մասին, այնուամենայնիվ իշխանությունները, որոնք որ հենց հռչակում են իբր թե ժողովրդավարական արժեքներ, միաժամանակ փաստացի երեսպաշտությամբ կոծկվելով իրականում յետևում ամբողջությամբ քայքայում են եւ երկիրը եւ տապալում են ամբողջ ազգը։ Սա այն իրողություններն են, որոնց մեջ որ մենք ապրում ենք։ Իսկ հիմա փորձենք ավելի խորության մեջ գնալ։ Դուստրս կարդում է այժմ դժվար է լինել Աստված գիրքը եւ երբ որ ես փոքր էի, ես սիրում էի այդ գիրքը եւ ինչ որ ձևով ես կարող եմ ասել, որ իմ կյանքի համար երկար ժամանակ հենց այդ գիրքն էր, այն առանցքային ուղենիշը չէ, բայց ինչ որ ձևով ուղեկից թելը, որը որ ես գնում էի, այժմ շատ զարգացել եմ եւ հասկանում եմ, որ կա հիմնարար տարր, որը պակասում է այդ գրքում, դա կարիքցանքն է։ Հիմա, որպես ուղով գնացող, ինձ հեշտ է այդ ամբողջը ընկալել։ Այնուամենայնիվ այդ գիրքը մնում է ակտուալ եւ այն մշտարդիական գրքերից է, որ ընդհանրապես կա եւ բոլորին մշտապես հորդորում եմ այդ գիրքը կարդալ։ Երբ որ մենք մտածում ենք իսկ ինչն է ամենաակտուալը, ապա հենց այս արտահայտությունը, երբ որ գրքում հերոսներից մեկը ասում է, ես ամենաշատը վախենում եմ մութից, ընդհանրապես, ոչ միայն մթությունից, այլ ընդհանրապես խավարից, ինչու, որովհետև խավարի մեջ բոլորս նման գորշ ենք թվում։ Այս գորշությունը ամենամեծ ցավերից մեկն է բոլորի համար, բոլորի, անկախ դրանից դա նրանք են, ովքեր նայում են գորշությանը, թե նրանք են, ովքեր ընկղմված են գորշության մեջ, հավասար տառապանք է, հավասար ցավ է, սա շատ կարևոր է, որ մենք ընկալենք, որ հավասար է, չնայած, որ այո ճնշող մեծամասնությունը ապրում է շատ մանր կյանքով, մանր մտքերով, մանր հույզերով, մանր նպատակներով եւ այդպես այդ մանրության մեջ ցավոք սրտի հիրավի ամբողջը դառնում է գորշ եւ երբեմն հիրավի կարող է թվալ, որ չկա ընդհանրապես փրկության ճանապարհ։ Ու սա ամենամեծ ցավն է, որ մենք բոլորս ունենք, բայց միաժամանակ մենք հասկանում ենք, մենք ուղով գնացողներս մենք հասկանում ենք, ամբողջ անցողիկ է։ Մենք հասկանում ենք, որ տառապանքը հենց այս ամբողջ մեր ունայն աշխարհի, որը մենք անվանում ենք սանսարը, հենց սանսարայի հիմնարար որակն է։
Սանսարայի հիմնարար նկարագիրը։ Մենք հասկանում ենք դա այո, բայց այնուամենայնիվ առաջնորդվելով եւ ասենք ղեկավարվելով անգամ կարիքցանքով մենք հասկանում ենք, որ մենք չենք կարող թողնել ամբողջ այդպես։ Մենք չենք կարող եւ իրավունք էլ չունենք հրաժարվել բոլոր նրանցից, ովքեր գորշության մեջ ապրում են եւ հարմարվում են գորշությանը։ Սա նորից այն հիմնարար ճանապարհն է եւ հիմնարար վեկտորը, որ մենք ունենք։ Իսկ ինչ, եթե այդ մթությունը ավելի խտանում է։ Ինչ, եթե խավարը դադարում է լինել գորշ, այլ դառնում է սև։ Դա նման է դրան, որ դու կարող ես լինել հանկարծ քարանձավում եւ մեդիտացիա անես երջանկությունը վայելելով, եւ այդ պահին այդ քարանձավում հայտնվում է մեկը, ով այդ պահին, հենց այդ պահին տարապում է ինչ որ ցավից, կամ ենթադրենք ջուր է խնդրում, պարզ բան։ Ինչ եթե նման մարտահրավեր կանգնած է հենց քո ճանապարհին։ Սա շատ ավելի լուրջ հարց է։ Եվ երբ որ մենք մտածում ենք, որ լավ, կարելի է ասել, որ դա մշտապես կարող է լինել, ոչ, մշտապես չէ։ Որովհետև ինչ, եթե դու նայում ես ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհին եւ հասկանում ես, որ ունայն է, հասկանում ես, որ անցողիկ է, բայց դու տեսնում ես հանկարծ, որ ոչ թե պարզապես հասարակական նորմերը խախտվում են, ոչ թե պարզապես պետական ամբողջ համակարգը ցնցված է լիովին, ոչ, ինչ եթե դու հանկարծ տեսնում ես, որ տապալվում է ամբողջ ազգի ճակատագիրը։ Ինչ եթե դու հանկարծ տեսնում ես, որ տեղի ունենում ամենամեծ հանցագործությունը, տապալվում են փրկության ճանապարհները։ Ինչպես պիտի վարվես այդ ժամանակ։ Եվ սա հիրավի ամենամեծ մարտահրավերն է, առաջին հերթին մեզ համար, ուղով գնացողներիս։ Ըստ այդմ, մենք սկսում ենք ավելի խորը մտածել։ Երբ որ նայում եմ հետ ու մտածում եմ, որ ինչ որ մի պահին ժամանակին 20 տարի առաջ ես հասկացա, որ ամբողջը այդ փակ պտույտ է եւ իմաստ չունի փորձելու լուծել մեկ տառապանք, որովհետեւ նոր տառապանք է գալիս։ Դու չես կարող հիրավի նորից սոսնձել այս ամբողջությամբ փլուզված աշխարհը, բայց զարգանալով հանդերձ հասկանում ես, որ այդպես չէ, որ այս աշխարհը գոյություն ունի, բայց այդպես էլ չէ, որ գոյություն չունի։ Ոնց որ մենք ասում ենք մեպամային, յոպամային, օմալոն։ Մենք դա հասկանում ենք, բայց միաժամանակ մենք հասկանում ենք, որ կարող է լինել ավելի ծանր իրավիճակ եւ կարող է լինել ավելի ծանր մարտահրավեր, ոնց որ մեզանում արկա է այժմ։ Եվ ըստ այդմ մենք կարող ենք տարբերակներ դիտարկել, ոնց որ շատ հաճախ մարդիկ են դիտարկում։ Ոմանք փակում են աչքերը։ Ասում են ես դա չեմ տեսնում, կամ ենթադրենք լքում են երկիրը եւ ոնց որ ասում են աչքերից հեռու, սրտից հեռու եւ դադարում են այս ամբողջի մասին խորհել, որովհետեւ դադարում են զգալ։ Կամ հնարավոր է, որ այնքան ընկղմվում է մարդ առօրյական գործերի մեջ, որ այլևս ժամանակ ու էներգիա չի ունենում, որ այս ամբողջ տառապանքը զգա, կամ հնարավոր է, որ սկսում է խաբել իրեն իբր թե մեծ բաների մասին մտքերով, որպեսզի չտեսնի տառապանքը նորից, կամ կարելի է փորձել տեսնել դրական բաները, եւ դրական բաները մշտապես կան, մշտապես արկա է աշնան, գեղեցիկ գույները, մշտապես արկա են եկեղեցիներ թեկուս խոնարհված, թեկուս ավերված, բայց մեր սարերում կորած եւ միևնույն է պահպանող իրենց սրբությունը, մշտապես արկա է առօրյա կյանքի մեջ ուրախությունը։ Բայց նաև դու չես կարող խուսափել տեսնելուց այն, ինչ որ հենց քո դեմ է։ Չես կարող, եթե գոնե ինչ որ ձևով դու զգում ես կարիքցանքը։ Դա նման է, գիտեք ինչին, մենք հասկանում ենք, որ բոլորս մահկանացու ենք, բայց արդյոք այդ ընկալումը որևէ ձևով ազատում է մեզ տխրությունից, երբ որ մարդիկ մահանում են։ Սա նույն բանի մասին է։ Եվ արդյոք ըստ այդմ հասկանալով, որ ամբողջ աշխարհը ունայն է, անցողիկ է եւ տառապանք է ամբողջի էությունը, արդյոք դա ազատում է մեզ կարիքցանքից։ Իհարկե ոչ։ Եվ հասկանալով դա նոր, մենք սկսում ենք մտածել լավ։ Իսկ ինչ եթե ամբողջ մեծամասնությունը ասում է, որ ոչինչ,
մի կերպ կապրենք, եւ հետո էլ նորից մի կերպ կապրենք, եւ հետո էլ, եւ այդպես այդ մեծամասնությունը ինչ որ ձևով մշտապես հարմարվում է ամբողջությանը։ Այն կոնֆորմիզմն է, որի մասին անընդմեջ փորձում ենք խոսել, որ դա մեր հիմնական թշնամիներից մեկն է։ Եվ դրա համար ես միշտ ասում եմ, իսկ ինչու հարցնենք մեծամասնությանը։ Ինչու չհարցնենք մեզ։ Ինչու չհարցնենք մեզ։ Եվ նորից ու նորից իմ սիրելի նորից գեղարվեստական հեղինակներից, գեղարվեստական գրականության հեղինակներից մյուսի բարերով, որից էլ գալիս է մեր այսօրվա դասի վերնագիրը, փորձենք մի քիչ փոփոխել բարերը, որպեսզի ավելի ընկալելի լինի։ Հարցրեք մեզ, ծանրաբեռնված մեր քաղաքում, ինչքան ենք տարապում մենք աստղերի խավարումից։ Սա է այն հիմնական հարցը, որ ես ուզում եմ տալ բոլոր նրանց, ովքեր ունակ են դեռ մտածել։ Ինչու մտածել մյուսների անտարբերության կամ ավելի շուտ անջատվածության մասին, այլ ոչ մեր տառապանքից, որ աստղերը խավարված են այստեղ, մեր հայրենիքում։ Նորից մենք գնում ենք ուղով։ Ըստ այդմ մենք հասկանում ենք, որ կարելի է մտածել, որ դուք ուզեիր ապրել այլ տարածության մեջ կամ այլ վայրում, կամ այլ ժամանակներում, բայց մենք գիտենք հիմնականը։ Մենք ապրում ենք այն ժամանակներում, որ ամենաճիշտն է մեր զարգացման համար, եւ մենք ստանում ենք այն մարտահրավերները, որոնք որ ամենակարևորն են նորից մեր զարգացման համար։ Ոչ թե որպես պատիժ, ոչ էլ որպես խրախուսանք, այլ որպես լավագույն հնարավորություն։ Սա դժվար է ընկալել, բայց սա առանցքային է։ Եվ եթե մենք դա էլ ենք հասկանում, ապա մենք սկսում ենք մտածել, լավ, ուրեմն սա է մարտահրավերը, եւ այո, ես գնում եմ ուղով։ Ես գիտեմ ճանապարհը։ Ես գիտեմ ամենակարևորը, որ երբ որ մտածում ես մեծ իմաստով կա միայն ուղին, ու ոչ մի այլ բան։ Եթե հասկանում ես, որ կա միայն ուղին, արդյոք այդ միտքը ազատում է պատասխանատվությունից, հակառակը։ Բայց նաև մենք հասկանում ենք մեծ անգերազանցելի Շանտիդևայի խոսքերով, որ տառապանքները անվերջ են։ Ոնց որ ինքը ասում էր, ինչպես փրկեմ ձկներին եւ մյուս բոլոր շնչող էակներին սպանված լինելու ցավից, կամ ինչպես հանկարծ կարողանամ բոլորի ջղայնությունս փոփել, ու նորից մենք գալիս ենք իր մեծագույն խոսքերին, որ որտեղ գտնեմ այդքան կաշի, որ ծածկեմ ողջ երկրի մակերեսը, իմ կոշիկի կաշվետակացուն եւ ողջ երկիրը ծածկված է։ Ես հասկանում եմ դա իրոք, բայց մյուս կողմից ես հասկանում եմ, որ այստեղ եւ այժմ այս քայլափոխին մենք ունենք մեծագույն մարտահրավերը, եւ ես ունեմ պատասխան այս մարտահրավերի։ Եվ ուզում եմ կիսել այս պատասխանը այն բոլոր մարդկանց հետ, որոնք որ հիմա տառապում են եւս, բայց չգիտեն ինչպես շարժվել։ Որոնք հիմա եւս զգում են, որ հավատը բոլորի ինչ որ ձևով հարցականի տակ են, բայց միևնույնն է ուզում են այս ամբողջի փրկության ճանապարհը գտնել, եւ ովքեր իրենց տեղերում եւս ինչ որ ձևով մոլորված են։ Մենք մոլորված չենք, մենք ունենք ուսուցիչներ, ցանկացած քայլափոխին ապրում ենք ուսուցիչների զորությամբ եւ ուսուցիչների կարիքցանքով։ Դրա համար մեզ շատ հեշտ է, իսկ ինչ անեն մյուսները։ Եվ ինչպես վարվենք մենք, երբ որ հասկանալով, որ պարադոքս է, ինչպես վարվենք պարադոքսին ի պատասխան, ու մենք ունենք հենց այս պատասխանը։ Ամենամութ ժամանակներում մշտապես գալիս են մեծագույն ուսուցիչները։ Բոլոր մեծագույն ուսուցիչները իրականում, ովքեր որ ստեղծել են ուսմունք, ովքեր հիմնել են ուսմունքներ, եկել են ամենամութ ժամանակներում։ Եվ ամենամութ ժամանակներում իրենք եկել են ընկալելով ամենակարևոր մեկ բան, որ այո, բոլորի համար է իրենց կարիքցանքը։ Այո, դա նման է, որ ամբողջ եթե դու կանգնած ես մաքուր ջրի մեջ, ինչպես չտաս ամբողջ բրերով ջուրը բոլորի համար, եթե իրենք ծառավ կանգնած են եւ սպասում են նույնիսկ, եթե մեկ կաթիլից ավել արժանի չեն, ինչպես չտաս նրանց այդ ջուրը։ Բայց մյուս կողմից ամենակարևորը մեծագույն ուսուցիչները առաջին հերթին ընկալում են, որ նրանց սպասում են նրանք, ովքեր նրանց կարիքն ունեն։ Եվ դրա համար որպեսզի նորից ու նորից
կարողանանք, իրավունք ունենանք աղոթելու, որ մշտապես նորից ու նորից գան մեծագույն ուսուցիչները, մենք մեր տեղում պետք է կարողանանք զարգանալ։ Մենք մեր տեղում պետք է կարողանանք հավատալ եւ երբևիցե չհրաժարվել կարիքցանքից։ Եվ դրա համար նորից ու նորից ի շարունակություն մեր նախորդ երկու դասերի, որոնք որ վերաբերում են հավատի, երբ որ մեր հավատը այս տեղում, այս ամբողջ մարտահրավերների, այս ամբողջ պարադոքսների ի պատասխան, եթե մեր հավատը միևնույնը մնում է մեծ, ապա մեծանում են նաև տատխագատաների երախտիկները։ Եվ սա ամենակարևոր իմաստն է հանուն, որի արժե ապրել։